Ստեփանավան քաղաքը Լոռու մարզի երկրորդ մեծ քաղաքն է, գողտրիկ մի բնակավայր, որ տարածված է Ձորագետի ափերին։ Քաղաքի հիմնահարցերից քաղաքապետը կարևորում է ներհամայնքային փողոցների ու ճանապարհների վիճակը։ Համայնքի ծայրամասային մի շարք փողոցներ ունեն բարեկարգման եւ ասֆալտապատման անհրաժեշտություն։ Ներկայդրությամբ քաղաքը գրեթե ամբողջապես ունի գիշերային լուսավորվածություն, մնացել է շատ քիչ մաս ծայրամասերում, մինչ տարեվերջ նաև այդ հատվածները կլուսավորվեն, հավատացնում է քաղաքապետը։ Ահա Ստեփանավանի գիշերային համայնապատկերը։ Հրապուրիչ է քաղաքը գիշերային լույսերի մեջ, այնպես չէ։ Ստեփանավանը գեղեցիկ տեսք ունի եւ երեկոյան, հրապարակի շատրվանները, զով օդը հետաքրքիր երեկո են պարգևում այցելուին։ Մինչ ուշ երեկո մարդաշատ է լինում հրապարակը։ Ամառային ամիսներն են եւ քաղաքում մեծ քանակ են կազմում նաեւ հովեկները։ Ստեփանավանը շնչավորվել է, դարձել հմայիչ հանգստավայր, նշում են նրանք, վերագտնում է իրեն, իր երբեմնի հմայքը։ Այն ծաղկուն բնակավայր է դառնում։ Երկրաշարժից հետո շատ էր խեղճացել, իսկ որ էական է, Ստեփանավանցին կրկին սկսում է հպարտանալ իր քաղաքով։ Միքայել Ղարաքեշիշյանը ծրագրեր է իրականացնում, որպեսզի համայնքի տարբեր հատվածներում տեղադրվեն քանդակներ։ Փողոցների ասֆալտապատումը, պուրակների վերանորոգումը, այսինքն մեր հրապարակները ծաղկացնենք, լուսավորենք, քաղաքի լուսավորության հարցն է, որը որ մենք կարելի ասել մի 6-7 ամսվա ընթացքում քաղաքի մոտ 80-90% լուսավորել ենք։ Ու աշխատում ենք այդ աշխատանքները ոնց որ շարունակելի վերջացնենք այս տարվա ընթացքում, մինչև տարվա վերջը պետք է վերջացնենք լուսավորության հարցը, քաղաքի բարեկարգման դա ընդհանուր կարելի ասել առօրյա ամեն օրվա ու շարունակական ծրագիր է։ Երկու փողոց վերանորոգել են կապիտալ ու հիմա մեծ ծրագիր է նախատեսվում, որը որ նախագահի հիմնական կոնտրոլի տակ է այդ հարցը, իր այցից հետո այդ ծրագիրը մշակվել է, հիմա ընթացքի մեջ է, մենք մեծ կապիտալ ճանապարհաշինարական հարցեր ենք լուծելու, որպեսզի կենտրոնական փողոցի ծանրաբեռնվածությունը հասնի երկրորդական փողոցի վրա կենտրոնականից, հիմնական կենտրոնական մասից։ Ճանապարհների վերանորոգումը եւ կենտրոնական փողոցի լայնացնել ենք, մասշտաբային աշխատանքեր, մոտ 2 մետր, 2 մետր ու կես այդ կենտրոնական ճանապարհը լայնացրել ենք։ Այսօր քաղաքում անանցանելի փողոց չկա, կան անբարեկարգ փողոցներ, որը որ վերանորոգում ենք, այո։ Ծրագրերում կա ու անընդհատ այդ աշխատանքները շարունակվում են, էլի։ Անանցանելի փողոցներ չունենք։ Խմելաջրի մենք ուրեմն պրոբլեմ միշտ էլ Ստեփանավանը ունեցել է, բայց այս վերջի 2-3 տարիներում անընդհատ ծրագրեր է մշակվում, ծրագրեր անցկացվում քաղաքում, հիմա էլ իրականացվում է, այո, հիմա էլ մեծ ծրագիր կա ջերմուղտնտեսության հետ, որը որ մեծ $1 միլիոն ծրագիր։ Ծրագրերը մշակվում են, որ այդտեղ կապիտալ այդ ջրամատակարարման բոլոր սիստեմայի աշխատանքներ կատարեն, որպեսզի ցանցերը նորոգեն, լրիվ իրանց կապիտալ աշխատանքները, այո, բոլոր։ Այսինքն, եթե մի տարի կեսվա մեջ այդ ծրագրերը իրականացվեն, Ստեփանավանը խմելու ջրի խնդրեմ էլ չի ունենա։ Ստեփանավան քաղաքի բնակվոնդը կազմված է առանձնատներից եւ բազմաբնակարան շենքերից։ Բազմաբնակարան շենքերի թիվը 146 է, 14 բազմաբնակարան շենքեր եւ 370 առանձնատներ վթարային տարբեր աստիճանների են։ Երկրաշարժի հետևանքներ են մեծ մասում։ Քաղաքում կան եւ բավական կիսակառույցներ։ Այսօր մոտ 374 ընտանիք բնակարանի կարիք ունի։ Խորհրդային Ստեփանավանը գեղեցիկ զարգացած քաղաք էր։ 1988-ի սարսափելի երկրաշարժը կոտրեց բնակավայրի մեջքը, քաղաքն ամբողջապես ավերվեց, 107 մարդ զոհվեց։ Անօթեման մնացին 6000 ընտանիքներ եւ հետագա օգտագործման ոչ պիտանի դարձավ ողջ պետական բնակվոնդը։ Չերյոմուշկա կոչվող թաղամասը ամբողջապես հավասարվեց հողին, հիշում են բնակիչները։
Քաղաքում գործում էին 11 արտադրական ձեռնարկություններ, դրանք բոլորը շարքից դուրս եկան։ Ավերվեցին բոլոր ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները, առողջապահական բոլոր շենքերը, մշակութային 9 օջախ, կենցաղի եւ առևտրի բոլոր շինությունները եւ այլն։ Տարիներ են անցել, սակայն դեռ քաղաքի որոշ հատվածներում պահպանվել են երկրաշարժի թողած վնասները։ Դեռ կան մարդիկ, որ շարունակում են ապրել ժամանակավոր փայտե տնակներում։ Երկրաշարժից հետո Ձորագետի ձախ ափին կառուցվեց նոր թաղամաս։ Այսօր քաղաքը երկու հատվածից է բաղկացած՝ աչափնյա եւ ձախափնյա։ Այս երկու հատվածները իրան են միանում կամուրջով, այն կառուցվել է 1989 թվականին։ Ստեփանավանը շարունակում է իր վերակենդանացումը, հավակնելով կրկին դառնալ հանրապետության ամենագեղատեսիլ բնակավայրերից մեկը։ Այսպես ասես նաև փորձում է ետ բերել իր երբեմնի համբավը, հույս են հայտնում ստեփանավանցիները։ Վստահաբար նշում եմ, որ մի քանի տարուց հետո Միքայել Ղարաքեշիշյանի շնորհիվ քաղաքը առավել գեղեցիկ տեսք կունենա։ Արդեն իսկ առաջին քայլերը խոսուն են, ասում են նրանք։ Բավականին մաքրվեց քաղաքը եւ արդեն բարեկարգ գեղեցիկ տեսք է ստացել շնորհիվ քաղաքապետ այսօր քաղաքապետ գործող Միքայել Ղարաքեշիշյանի, որը չնայած մի քանի ամիս է որ ստանձնել է այս պաշտոնը, սակայն արդեն մեծ թափով բարեփոխվել է քաղաքը նոր բարեկարգման փուլ է մտել եւ կարծում եմ, որ առաջիկա տարիներին պետք է ավելի զարգանա, որովհետև քաղաքի հեռանկարային ծրագիրը կապված է туриզմի, առողջարանային գոտու զարգացման հետ։ Մենք մեր քաղաքի հեռանկարը կապում ենք որպես առողջարան զարգանալու խնդրի հետ եւ այդ իմաստով կարեւորում ենք քաղաքի առաջին հերթին բարեկարգումը, նրա տեսքը, նրա ժողովրդի բարեկեցությունը, ահա այս ուղղությամբ մեր աշխատանքային պլաններն են կազմվում։ Ստեփանավանը վերջին 10 տարում սկսեց իր բարեփոխումների ընթացքը, դեռևս նախին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի քաղաքապետության ընթացքում այդ վագոն տնակների այդ բեռը, որ նստած էր քաղաքի վրա, հենց նրա օրոք սկսվեց մաքրվել, որովհետև մեծ ջանքեր թափվեցին, մարդիկ սովորել էին այստեղ այնտեղ տեղադրել վագոն տնակներ, կազմակերպել իրենց առևտուրը, ապրել այդ տնակներում եւ այդ ամենի դեմ պայքարը բավականին դժվար ընթացավ, սակայն հաջողվեց այդ գործը եւ պետք է ասել նրա ջանքերի շնորհիվ է նաեւ որ քաղաքը սկսեց բարեկարգման նոր փուլ մտնել, որը այսօր մեծ թափով շարունակում է Միքայել Ղարաքեշիշյանը։ Քաղաքի զարգացման քարամյա ծրագրում ներառված է նաև Աշոտաբերդ թաղամասի երկհարկանի փայտաշեն բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման հարցը։ Նախագահի այցի ժամանակ հարց բարձրացվել է Աշոտաբերդ թաղամասի պահով, որտեղ երկրաշարժ տուն կորցրած 296 ընտանիք տեղավորվել են ժամանակավոր փայտաշեն տնակները, կացարանները, ու այդ հիմնախնդիրը կա, մենք ունենք դրա պրոբլեմա եւ նաեւ հանրապետության ղեկավարը եւ բոլոր կառավարության անդամները դրանից տեղյակ են վերլուծություններ ագնան, որովհետեւ հիմնական ծրագրերից դրանք դուրս էին մնացել, քանի որ ստացել էին իրանք ժամանակավոր կացարան հենց ի սկզբանե գլոբալ ծրագրից դուրս էին մնացել։ Մեր ցանկությունն է նաև ժողովրդի բնակչության, որպեսզի բնակարանաշինությունը Ստեփանավան շարունակվի, որ կարողանանք այդ 296 ընտանիքը տեղավորվեն։ Ստեփանավանը կարելի է համարել ամենամշակութային համայնքներից մեկը։ Այն այդպիսին է եղել ի սկզբանե։ Խորհրդային տարիներին ունեցել է թատրոն, որը գործել է մինչև 2007 թվականը, երգի պարի համերգներ եւ այլն։ Այժմ էլ բավական ծրագրեր են մշակվում քաղաքի մշակութային ավանդույթները վերականգնելու եւ ինչու՞ չէ նաեւ ավելի զարգացնելու ուղղությամբ, ասում են քաղաքապետարանում։ Ստեփանավանը մշակութային համագործակցության մեջ է ֆրանսիական Դեսին եւ բելոռուսական Բրասլավ քաղաքների հետ։ Բացի մշակութային կապերից, ծրագրեր են մշակվում նաև քույր քաղաքների հետ համագործակցության արդյունքում իրականացնել ներդրումային քաղաքականության ծրագրեր, նշում են քաղաքապետարանի համապատասխան բաժնում։
Դեռևս 91-92 թվականներին նորանկախ Հայաստանը սկսեց այսպիսի մի ծրագիր, քույր քաղաքներ ունենալու ծրագիրը եվրոպական եւ մի շարք այլ երկրների հետ բարեկամացման ծրագրեր սկսվեցին։ Այդ ծրագրերում ընդգրկվեց նաեւ Ստեփանավան քաղաքը 92 թվականին այն ժամանակ քաղաքորդի գործկոմի նախագահ Արամ Բաբաջանյանը բարեկամական կապեր սկսեց Լիոնի տարածաշրջանի Դեսին քաղաքի հետ։ Ինչու ընտրվեց Դեսինը, որովհետև շատ հայաբնակ, հայաշատ, հայերի կողմից ստեղծված քաղաք է, նման է իր բնակչության թվով, իր պայմաններով Ստեփանավան քաղաքին, տարբեր, ասենք, աջակցություններ են ստացել իրենց կողմից, երկրաշարժից հետո, մանավանդ աղետից հետո նրանք բավականին հումանիտար աջակցություն ցույց տվեցին Ստեփանավանի աղետյալ բնակչությանը։ Այս տարվա հոկտեմբեր ամսին պետք է բալանսում կայանա քույր քաղաքների մեծ այսպես ֆորում պետք է լինի, որին պետք է մասնակցի նաև Ստեփանավանի քաղաքապետարանի պատվիրակությունը, կարծում եմ այնտեղ նոր ավելի ծրագրեր կմշակվեն եւ հույսեր կապենք, որ դրանից կշահի մեր քաղաքը։ Ներկայությամբ գործում են մարզադպրոցը, արվեստի դպրոցը, երաժշտական դպրոցը եւ մշակույթի պալատը։ Ամեն մեկում կան տարբեր գեղարվեստական խմբեր։ Արվեստի դպրոցը ժամանակավոր կացարան է հիմա տեղավորված, աշխատում։ Մենք դրա խնդիր ունենք, պետք է ծրագիրներ ներկայացնենք, որպեսզի դա էլ դժվար մենք մեր ուժերով կարողանանք։ Դա էլի պետք է պետության կառավարության աջակցություն լինի, որ մենք այդ արվեստի դպրոցը կարողանանք նոր շենքային պայմաններ ստեղծենք էլի։ Սպորտ դպրոց, այո, նոր երկու մարզադպրոց կառուցվել է, մեկը գործում է, մեկը մի մարզադպրոցը էլի այդ Արմանի Սիսագամար անկերության օգնությամբ է սարքվել, վերանորոգվել, սարքվել։ Մոտակա ժամանակները դրա բացումը կանենք եւ կփորձենք այդտեղ էլի մենք սպորտի գողությամբ զարգացնենք մեր ծրագրերը։ Ժամանակին եղել է սպորտային քաղաք, հիմա պետք է փորձենք այդ տրադիցիաները նորից վերականգնենք։ Արվեստի դպրոցը ունի 6 բաժին՝ լարային, դաշնամուրային, փողային, վոկալ, ժողովրդական նվագարանների եւ կերպարվեստի։ Այստեղ հաճախող երեխաների թիվը 118 է։ Գյումրիում կայացած վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնում կենտրոնի երգչախմբի սաները ոսկե մեդալակիր են դարձել։ Երկիր հայրենի դաշտերը նվեր, արև լուսաշողուններ նեղացի, ոտի բարեկան, պատանի ընկեր, երկիր հայրենի երազ է նվեր, երազ է նվեր։ Ստեփանավանում երաժշտական դպրոց է գործում 1945 թվականից։ Շուրջ 2000 շրջանավարտ է տվել այս տարիներին, որոնցից շատերը դարձել են երաժիշտ մասնագետներ։ Այժմ ունի 170 սան, ունի 5 բաժին՝ լարային, դաշնամուրային, փողային, վոկալ, ժողովրդական նվագարանների։ Դպրոցն ունի վոկալ համույթ, գործիքային նվագախումբ, երգչախումբ։ Բացի մարզայինից, սաները շատ անգամներ են մասնակցել հանրապետական մրցումների եւ փառատոների, արժանացել մրցանակների, շահել են դիպլոմներ։ Դպրոցի սաներից մեկը մասնակցելով Սլավյանսկի բազար միջազգային մրցույթ փառատոնին գրավել է 4-րդ տեղը, արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Սա մշակույթի պալատն է, որտեղ է նաև երաժշտական դպրոցը։ Մշակույթի պալատը կառուցվել է 40-ականներին։ Իդեպ շենքի կառուցմանը մասնակցել են գերմանացի գերիները։ Շենքը վթարային էր դարձել երկրաշարժից, վերակառուցվել է 2010 թվականին։ Այժմ շենքային եւ գույքային պայմանները արդիական են։ 23 տարի մեր խմբերը գործել են տնական պայմաններում, ասում է տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանը։ Մեր երիտասարդությունը արվեստասեր է, անգամ այդ դժվարին պայմաններում հաջողությունները ակնհայտ էին։ Ուսուցումը մեզ մոտ տարվում է պրոֆեսիոնալ չափանիշներով։ 2010-ին կենտրոնը արժանացել է հանրապետության լավագույն մշակույթի պալատ կոչմանը։
Ներկայումս գործում են 14 եւ ավելի խմբեր թատերական, մանրանկարչության, փայտի փորագրության, վարսավիրական, դիզայնի, կերպարվեստի, վոկալի, գոբելենի, կարպետագործության եւ այլն։ Կան նաեւ երգչախումբ, գործիքային համույթ, փողային նվագախումբ։ Կենտրոնի ուսումնական պարապմունքներին հաճախում է շուրջ 263 հոգի առանց տարիքային սահմանափակման, որից 60-ը տարածաշրջանի գյուղական համայնքներից։ Պալատի սաները ևս բազմիցս մասնակցել են հանրապետական մարզային փառատոների, ստուգատես մրցույթների, ցուցահանդեսների, արժանանալով պատվոգրերի եւ հուշամեդալների։ Խմբերը բարեգործական հիմունքներով հանդես են եկել մանկապարտեզներում, դպրոցներում, զինվորական մասերում, մանկատներում, ծերանոցներում։ Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքային բոլոր միջոցառումներին։ Ստեփանավանի մշակութային կյանքում լուրջ դերակատարում ունի Անի պարային ստուդիան։ Այն ակտիվորեն մասնակցում է համակարգային բոլոր միջոցառումներին, մասնակցել է մարզային, հանրապետական եւ միջազգային փառատոներին, արժանացել ուշադրության։ Իսկ սա մշակույթի եւ ժամանցի կենտրոնն է, ունի թանգարանային եւ ժամանցի բաժիններ։ Կենտրոնում է գտնվում Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը։ Թանգարանի ներսում Ստեփան Շահումյանի տունն է, ավելի ճիշտ նրա աներոջ տունը։ Հաճախ է ինքը եղել այստեղ զավակների եւ կնոջ հետ։ Շահումյանը 1917-18 թվականներին գլխավորել է Բաքվի կոմունան։ Առաջին մարքսիստական խմբակը ստեղծվել է Ստեփանավանում Շահումյանի գլխավորությամբ։ Ժամանցի կենտրոնում գործում են ծղոտագործության եւ վոկալի խմբեր։ Կենտրոնը բավական մեծ տեղեկատվություն է տալիս քաղաքի անցյալի եւ ներկայի մասին։ Այստեղ կարելի է ծանոթանալ Ստեփանավան բնակավայրի պատմության հետ։ Թանգարանի պատկերասրահում քաղաքի պատմության հետ կապված տարբեր հիշարժան իրադարձությունները ներկայացվում են լուսանկարային ցուցապաստառներով։ Ցուցափեղկերում ներկայացվում են նաև քաղաքի ստեղծագործողները, նրանցից մեկն է ժողովրդական վարպետ Արշավիր Մանվելյանը։ Կենտրոնն ունի հիմնանորոգման անհրաժեշտություն։ Տանիքը անմխիթար վիճակում է եւ կաթոցները գրեթե խարխլում են շենքը, ասում է տնօրենը։ Շահագործման է հանձնվել 1978-ին եւ մինչ օրս վերանորոգման չի ենթարկվել։ Կենտրոնը մշակույթի նախարարության ենթակայության տակ է։ Ներկայումս քաղաքում գործում են 6 հանրակրթական դպրոց, 1 վարժարան, 4 մանկապարտեզ, խորհրդային տարիներին քաղաքում գործել է 9 մանկապարտեզ։ Սա թիվ 4 մանկապարտեզն է, այն կառուցվել է երկրաշարժից հետո գերմանացի շինարարների կողմից։ Այստեղ է հաճախում 110 երեխա։ Ուսումնադաստիարակչական դրվածքի շնորհիվ այն համարվում է քաղաքի լավագույն մանկապարտեզը։ Ստեփանավանի 4 մանկապարտեզներում համայնքի 0-ից 6 տարեկան 1124 երեխաներից ընդգրկված են 308-ը։ Համայնքի զարգացմանը համընթաց նախատեսվում է մանկապարտեզներում երեխաների թվաքանակի եւ խմբերի ավելացում։ Այս մասին իրազեկում է քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Գրեթե բոլոր մանկապարտեզներում արկա է սենյակների, բակերի եւ այլ հատվածների նորոգման խնդիրը։ Որոշներում գույքի համալրման անհրաժեշտություն կա, իսկ թիվ 2-ը ունի հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն։ Այսպիսին էր Ստեփանավան քաղաքը իր անցյալ ու ներկա կյանքով։ Այսպիսին էին նրա հաջողությունները, հիմնահարցերը եւ հետագա ծրագրերը։ Մնաս բարով, Ստեփանավան, մենք շուտով կվերադառնանք։